Ընկերներ ջան, նոյեմբերի վերջին շաբաթը բերում է իր հետ թարմ կրթական ծրագրեր, ուժեղ բիզնես միջավայր, նոր կապերի ստեղծման հնարավորություններ եւ մի նոր գրական մոտիվացիա, հեսա կասեմ, սկսեցինք։ Նոյեմբերի 25 ժամը 19, LinkedIn 361, երկշաբաթյա հագեցած հակատոն մեր լավ ընկեր Գոր Կարապետյանի հետ։ Simple Business Academy կազմակերպել է երկշաբաթյա պրակտիկ ճանապարհ մաքսիմում 10 մասնակցով դեպի LinkedIn-ում իրական արդյունք։ Սա ոչ թե տեսություն է, այլ գործ, ինչ անում ես հենց դասի ժամանակ, դա էլ դառնում է արդյունավետ պրոֆիլ, կոնտենտ, կապեր, ռազմավարություն։ Դասընթացի արժեքը 48,000 դրամ, հասցեն Խանջյան 13/2։ Բոլոր մանրամասները կտեղադրեմ մեր Նաջարյան Friends YouTube-յան ալիքում, այս տեսանյութի մեկնաբանությունում։ Հետևեք մեր էջին, որ կապի մեջ լինի։ Նոյեմբերի 25 ժամը 19:21 Փափուկ հմտությունների ուժը կազմակերպությունում։ Եթե դու աշխատում ես մարդկանց, թիմերի, նախագծերի հետ, այս դասը հենց քո համար է։ Իմ լավ ընկեր, 15 տարվա փորձով հոգեբան, տրեյներ, Mindskill Training Academy-ի հիմնադիր Սեդա Վարդանյանը խոսելու է այն մասին, ինչը իրականում պահում է կազմակերպությունը, փափուկ հմտությունները։ Թեմաներ՝ ինչ են փափուկ հմտությունները եւ ինչու են հիմնային, հաղորդակցություն, հուզական կոմպետենտություն, տրամաբանություն եւ կրեատիվություն, առաջնորդության ներքին մեխանիզմներ։ Մուտքը անվճար է, հետևաբար տեղերը խիստ սահմանափակ։ Հասցեն One Business կենտրոն։ Նոյեմբերի 27 ժամը 19:22 Mindset Code օրվա քո ռիթմի երկար սպասված գրքի շնորհանդես։ Մեր լավ ընկեր, բիզնեսի աջակցության կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը ներկայացնում է իր նոր գիրքը, որը կառուցված է 365 էջից։ Մեկ միտք գումարած, մեկ պատմություն գումարած, մեկ գործողություն, հավասար է մեկ իրականացված նպատակ ամեն օր։ Այդ օրը շատ հավես մարդիկ կհանդիպենք իրար։ Իդեպ գրքի արժեքը 3900 դրամ է, բայց եթե ձեռք բերեք մինչև շնորհանդեսի օրը, կարժենա 3000 դրամ։ Մուտքը ազատ է, բայց գրանցումով։ Հասցեն Loft, Մոսկովյան 3։ Եվ մի հետաքրքիր լուր։ Իլոն Մասկն ասում է, որ փողը կդադարի գոյություն ունենալ։ Արհեստական բանականության առաջընթացը թափ է հավաքում, եւ Մասկի խոսքով գալիս է աշխարհ, որտեղ արժույթը կորցնելու է իմաստը, իսկ աշխատանքը դառնալու է կամավոր հոբբի, ինչպես այգեգործությունը։ Մասկի հիմնական մտքերը հետևյալն են. արհեստական բանականությունը ստեղծելու է առատության հասարակություն, Optimus մարդանման ռոբոտները կվերցնեն ամբողջ ֆիզիկական աշխատանքը, փողը կդառնա անիմաստ, կձևավորվի համընդհանուր բարձր եկամուտ։ Ես իմ լրիվ խփնվել է այստեղն, կամ էլ ձենը տակ տեղից է գալիս։ Այս շաբաթվա համար էլ այսքան է։ Կհանդիպենք հաջորդ կիրակի նույն ժամին։ Ուժեղ եղեք։